Սիրելիներ, ողջույն, ինձ շատ սիրելի բարեկամներ, ինչպես եք թանկագիներս, այսօր սնկ ենք տապակելու, աշուն է, աշնանային լավ սեզոն է իսկական սնկի համար, սնկ ունեմ, չգիտեմ այս սունկը հայերենով ինչպես է կոչվում, Եթե դուք գիտեք, խնդրում եմ, մեկնաբանություններում գտեք, ես մի քանի անուն փնտրեցի, բայց քանի որ ճիշտը չիմացա, այդպես էլ վերնագրումներ չեմ գրում, դուք ինձ ասեք, որ ես բաղադրատոմսի մեջ ճիշտ անունը գրեմ, շամպինյոն սունկ ունենք ու այս տեսակի սունկ ունենք, չգիտեմ։ Դուք այ որ մոտիկից նայեք, այսպեսի փոքրիկ սիրուն սունկերեն իմ ամենասիրած տեսակն է։ Ես շատ հաճախ եմ ձեռք բերում ու պատրաստում, բայց չգիտեմ հայերենով ճիշտ անունը որն է։ Խնդրում եմ, եթե գիտեք, մեկնաբանություններում գրեք սիրելիներ։ Այսօր պատրաստում ենք սունկ, տապակելու ենք, յուրաքանչյուր կին իր ձևով է չէ տապակում։ Իմ ալիքում չունեմ, այսօր պետք է պատրաստել, ասեցի լավ, եկեք նկարեմ ու ձեր հետ կիսեմ այս բաղադրատոմսով։ Սովորական սոխը մանր կտրատելու ենք, շատ քիչ եմ ես սոխ ավելացնում, որովհետև պետք չի շատ լցնել ու սունկը բնականաբար արդեն լվացված է, ես շամպինյոնը նույնիսկ կտրատել եմ, այս մի տեսակ սունկը չեմ կտրատում, որը որ մի քիչ մեծ է, այո կարող ենք երկու մասի բաժանել, բայց սովորաբար հենց այսպես փնջերով պահում եմ, ինքը հետո թավայի մեջ միևնույն է փոքրիկ կանալու է, կարիք չկա։ Գնանք գազաջախի մոտ։ Թավային դնում ենք 1 ճաշի գթալ յուղ, տապակելու եմ ռեդի յուղով, տեսեք սիրելիներ, եվրոպական է, արտադրվում է Եվրոպայում, հատուկ Հայաստանի համար, տեսեք ինչ լավ գույն ունի, ինչ հրաշք յուղ է, հատիկ, բագույնը, համը, հոտը, հրաշք է ուղղակի, խորհուրդ եմ տալիս անպայման ձեռք բերեք, որպեսզի ձեր ուտեստները ստացվեն համեղ, ստացվեն շատ յուրօրինակ, որովհետև այս յուղով ես ինչ պատրաստում եմ, նույնիսկ քաղցրեղենները շատ համեղ են ստացվում, ու ամենակարևորը, որ բուսական են, խոլեստերին չի պարունակում, ովքեր ունեն խոլեստերինի խնդիր, կարող են հանգիստ օգտագործել։ Այ հիմա սոխը ավելացնում եմ, ինչու 1 ճաշի գթալ յուղ ավելացրեցի, որովհետև 1 ճաշի գթալ յուղով կարելի է տապակել հսկայական չափով սունկ։ Ես չեմ թողնի, որպեսզի սոխը տապակվի, որովհետև հետո չեմ սիրում, որ անընդհատ վառվում է սունկը տապակելուց։ Անմիջապես ավելացնում եմ շամպինյոն տեսակի սունկը, որը ինձ մոտ 250 գրամ է։ Իսկ այս մյուսը 350 գրամ է։ Ու հիմա, քանի որ սունկը հատկություն ունի ջուր դուրս տալու, այսինքն ինքը չափերով ծավալով քչանալու է, ու լավ ջուր է դուրս տալու, անընդհատ այսպես խառնեք, որպեսզի հավասարաչափ տապակվի։ Այ տեսնում եք, որքան է ծավալով արդեն քչացել, ավելացնում ենք 1 պտեղ սխտոր։ Սիրելիներ, աղ հիմա չենք անելու, վերջում ենք աղանելու, որպեսզի չսխալվենք, շատ աղ չանենք։ Այ տեսեք, որքան ջուր է դուրս տվել։ Հիմա ես կթողնեմ, որ ինքը կչորանա, հետո արդեն կշարունակենք։ Իդեպ կարող եք սխտորը ընթացքում հանել։ Մինչ պատրաստ կլինի սունկը, 5 րոպեից արդեն պատրաստ է, որովհետև ամենաարագ պատրաստվող ուտեստներից մեկն է։ 2 հատ ձու եմ ջախել, հիմա կտրորեմ, որովհետև ձվով ենք պատրաստելու։ Իդեպ շատ ձու չեմ լցնում, երբ որ շատ ձու եմ լցնում, ստացվում է ձվածեղ, սնկով ձվածեղ է ստացվում, բայց որպեսզի լինի տապակած սունկ, ավելի լավ է քիչ ձու ավելացնել, բայց եթե դուք շատ եք սիրում, կարող եք սիրով իհարկե ավելացնել։ 2 հատ ձու եմ ջախել, հիմա կտրորենք ու կավելացնենք մինչ աղ անելը։ Այ հիմա կարող ենք ավելացնել ձուն, խառնում ենք և աղ ենք անում։ Աղը այս ճաշակի։ Սև աղացած պղպեղ, պարզ տավի ու կրկին խառնում ենք շատ արագ արդեն։ Կրակը ցածրացրեցի, որովհետև ձուն լցնելուց, համեմելուց հետո արդեն ուժեղ կրակի վրա չենք պահում, մի փոքրիկ համեմ ենք կտրատում, թարմ սիրում եմ սունկը համեմով հրաշք է ու մաղադանոսն է շատ համեղ, բայց մաղադանոսով
պատրաստում եմ այն ժամանակ, երբ որ ձու չեմ ավելացնում։ Սա արդեն ուրիշ բաղադրատոմս է, խոստանում եմ, որ այս տարբերակը նույնպես կպատրաստեմ ձեր համար։ Ձեր սիրելիներ, կրակը անջատում ենք 5 րոպեից կարող եք մատուցել։ Իդեպ այս ուտեստը շատ համեղ է տաք վիճակում, կամ էլ ամռանը հենց սառնարանից եք դուրս բերում, սառը վիճակում անուշ եք անում։ Այս ինչ լավ տեսք ունի, բահոդը համը, հրաշք է սիրելիներ, անպայման դուք եք պատրաստեք այս համեղ ուտեստը, հասարակ սունկ է, հասարակ սունկից պատրաստում ենք ճոխ ուտեստ, ընդամենը 2 հատ ձու, մի քիչ սունկ, աշխատեք խառը լինի սունկը, մի տեսակով այդքան էլ համեղ չի ստացվում, այ ես դրա համար եմ սիրում, որ սունկը խառն է լինում, աշխատում եմ շամպինյոն սունկը ձեռք բերել, մի ուրիշ տեսակ կախասունկ կամ մեկ ուրիշ տեսակ, միևնույն այս մեկի անունը չեմ էլ հիշում, ինչպես է կոչում հայերենով, սպասում եմ ձեր մեկնաբանություններին, շնորհակալ կլինեմ, եթե իհարկե գրեք, ովքեր որ իմանում են անունը։ Խառը, մի խոսքով խառը սունկը ձեռք բերեք, խառը պատրաստեք, այ կտեսնեք, որ շատ համեղ է ստացվելու։ Իդեպ, երբ որ պատրաստեք, ինձ էլ կգրեք, թե ինչպես ստացվեց։ Հիմա ես կփորձեմ, ճիշտ է, շատ տաք է, դեռ եղման է, փորձեմ կասեմ համ ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին իմ շատ սիրելի բարեկամներ։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ իմ հետ եք։ Սիրով կսպասեմ ձեզ հաջորդ տեսանյութին։ Ես սունկ շատ եմ սիրում։ Ունեմ նաև սունկով լավ պաստա պատրաստելու լավ սոուսներ։ Դա էլ կպատրաստեմ։